10 օր է, այս կարգավիճակի մեջ ենք ապրում։ Դիմել ենք քաղաքապետարան, դիմել ենք թաղապետարան, դիմել ենք վիոլաջուր, ոչ մեկ մեզի կոնկրետ պատասխան չի տալիս։ Հարևանների հետ վիճվում ենք, գալիս են տեսնում են ինչ կարգավիճակ է, լռում են գնում են, բայց հնարավոր չէ երեխեքը դասի են գնում, մենք չենք կարողանում դուրս գանք, տրանսպորտից չենք կարողանում օգտվենք, չհաշված որ այս խոլերանոց վիճակը ու այս հոտը, այս գարշահոտն ու այս կեղտա ջրերը։ 15 օր առաջ ա եղել, 15 օր առաջ եկել են, մաքրել են, ես ասեցի որ սա մաքրեցիք, ինքը նորից լցվելու է, որովհետև սա շատ վաղուց երևի մի 50 ավելի տարվա ինքը կոյուղու բանա, որ կանալիզացիա տրուբաներ են վերևից գալիս, որ ինքը երբեք չի օգտագործվել, սա փտած է, ստեղ ես ոչ ջուր ունեմ, ոչ է կանալիզացիա ունեմ, սա բոլորը գալիս է այն 19 պոլիկլինիկայի մոտով, գալիս է անձեռնոցիկների գործարանով, գալիս է նոյ սերվիզով ու սենց անցնում է, հիմա ես չգիտեմ ինչ անեմ, մոլորության մեջ եմ։ Թաղապետարանից եկան, նայեցին, ասեցին, որ սա ձեր խնդիրն է, ասի սա մեր խնդիրը չի, հետո իրանք քարտեզ ունեն իրանց մոտ, նայեցին, որ այստեղ նորից նույն կանալիզացիայի խողովակները կա, վերևը նորից կա, իրանք իրանց մոտից փակել են, գալիս է իմ տան մեջով սենց անցնում է, բայց ասեցին խնդրում ենք, էլի այդ վաղ հələ չկար, ոչ մի բան չկար, չոր մաքուր էր, խնդրում ենք, թողեք թող ձեր տնից բացենք, մաքրենք, հələ կբերենք մի հատ էլ վրեներ կատ կդնենք, միջև մտածենք ոնց անենք, որովհետև այս թաղամասը բավականին բնակչություն ունի, այստեղ նորմալ կոյուղիներ է պետք, ոնց 4-րդ գյուղի համար բերեցին, սարքեցին, դրեցին, տեղադրեցին, հիմա այստեղ էլ է պետք անպայման դնել, թե չէ սա հարց ու լուծում չի, ինձ ասում են գնա քո ուժերով, բայց ես գուրքահարկ եմ ուծում, ես այսօր արեցի, 5 օր հետո կարող է նույն կարգավիճակով նորից հայտնվենք, ինչքան կարելի է այս վիճակով ապրել, խնդրեցին, եկան, բացեցին, անցավ, իրոք եկավ իմ խոսքին, անցավ 15-20 օր առաջ են եկեմ էսի բացել, ու նորից նույն վիճակը, բայց ոչինչ չեն արել, ոչ քաշել են, ոչ բան են արել, մի հատ տրուբային գցե մեջը բացվել է, գնացել է, ես զարմանում եմ, ինչի համար են այսքան ծանրացնում, բայց կարելի է այս վիճակով ապրել, մենք մեզանից զզվում ենք արդեն, օրը 5 անգամ լողանում ես, օրը վախում ես հաց ուտես, զզվում ես հաց ուտես, ինչքան կարելի է, այս անձեռնոցիկները բոլորը մենք ենք անի, ասեք 4-ը մեր ուժերով հանենք, բայց մենք չունենք այդ գործիքը, մենք այդ սարքավորումը չունենք, որ կարողանանք անենք, խնդրեմ, նայեք, այս վիճակով իրանց կինը, որ մեկի կինը կգա կապրի կամ սենց կշնչի, կանալիզացիան չի աշխատում, սա ինձ պետք չի, խնդրում եմ, վեկալեք, հանեք տարեք, որտեղ ուզում եք դրեք։ Չէ ուրեմն երբ որ մարդ եկավ մաքրեց, ես էլ նույն ձևի, ոնց որ իրանք են արել, ես էլ նույն ձևի կփագեմ, թող այդտենց գնա, ինչքան ուզում է գնա։ Ամեն տարի գույքահարկը թանկացնում են, ինչի պետք է ես անեմ։ Չի պետք է ես անեմ, ես մասնագետ եմ, չէ որ դրա համար ես լուծումներ եմ անում։ Խնդրում եմ պարոն Ավինյան, այս հարցին լուծում տվեք։ Ես էլ արդեն ուժերիցս վրա, ես չեմ կարող ոչ մի հարց լուծել։